Իհարկե, ինչպես ցանկացած ընկերություն բաժնեմասեր կարող են օտարվել, վաճառվել, նվիրվել, անջատվել, կազմակերպվել կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն, եւ ուրեմն փաստաթղթում հստակ նշված է, որ այդպիսի զարգացումների դեպքում եւ վերջնական շահույթի սեփականատերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ կառավարության նախորոք համաձայնություն։ Այսինքն չի կարող այդպիսի բան տեղի ունենալ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության։ Դավադրության տեսություններ ենք լսել, մեկնաբանություններ, որ այ հիմա որևէ տոկոս համամասնությամբ կհամաձայնվենք, ուրեմն բաժնեմասերը կիսել Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, հետո կսկսվի գործունեությունը ընկերության եւ հետո ինչ որ փուլում մի ամիս հետո, մի շաբաթ հետո, մի տարի հետո, 10 տարի հետո մեզնից թաքուն մեր կամքի հակառակ բաժնեմասերի ինչ որ մի մաս կարող է վաճառվել այս կամ այն երկրին։ Հիմա ուրեմն հստակ ամրագրում ենք, որ այդպիսի բան առանց մեր համաձայնության բացառվում է, որ տեղի ունենա։